Երեխեքին մնապարում են։ Կանգնեք պապան կտանի է անցեխա։ Այդ են սիրուն։ Աղջիկներս այստեղ հնկածավարոտ խլատ են պատրաստում։ Ահա, այսպես։ Ես գազարը շատ եմ լսնում, որ ավելի համեղ ստացվի։ Ջան, այստեղ արդեն միսը հետ է եկել։ Հիմա մի հատ կոֆե կխմենք ու արդեն կանցնեմ, պետքա խորոված պատրաստենք վաղը կամ մյուս օրը, դրսում ահա որ եղանակ է, որ ուզում ես հավեսով նստես, վայելես, չի ստացվում։ Հələ նայեք։ Նորից անձրև։ Գալիս կտրում։ Ինչ ուզում ես եղանակը չգիտես։ Ինչ ես ուզում բացես։ Մսաղաց է։ Որ մի սաղաս։ Աղջիկները Սերիկը դասից տուն եկավ, հաց կերավ, տնայինները վերջացրեց, գրավորների ժամանակ ես իր կողքը պարտադիր նստում եմ։ Հայ ջան։ Իսկ արդեն եթե պատմություններ ունի կամ կարդալ, ինքը կարդում է, հետո գալի պատմում է։ Մի խոսքով կարելի ասել տնայիններից վերջացրեցինք։ Հիմա արդեն անցնում եմ մի սարագարաղաղան, որպեսզի գնամ Արսենին մանկապարտեզից բերեմ։ Ժորգին աշխատանքի է, Էլինայից մոտ իր եղբայրն է մնալու, արդեն Էրիկը սովորել է, տասկը մսաղաց ստեղ է դնում, հետո հասկացա, որ տեղ է զբաղեցնում, ինչպես տեսնում եք, դուխովկանել եմ հանել կուխնյայից, որպեսզի ազատ լինի տարածքը, ամեն թխելու ընթացքում կահյուկը չփչացնեմ, այդ իսկ պատճառով հեռացրել եմ խոհանոցից։ Հիմա արագ սաղամ, Էլինային պետք է քնացնեմ, մեքենական չեմ տաքսի, որպեսզի շուտ գնամ Արսենից վերցնեմ գամ։ Այստեղ խորովածի միսն է, դեռ կարծը չեմ տողնել, աղջիկ ջան, գործեր ունեի, վերջացրեցի արագ։ Թող, բալես։ Ուզում ես մամային օգնես։ Դու մամային կօգնես այն ժամանակ, երբ գնաս խելոք, ելքի կողքը նստես։ Ես ғազ այնքան ամեծացել, արդեն ուզում ա թռնի։ Ուզում ես դու դնես լեյչի տեղից, սպասի մի ատաման հանեմ։ Դու կարաս տնես, էդի իրա վրա ոսկոր կա։ Հա չէ չկա, սպասի պետք է կտրենք Էլինա, շատ մեծ է։ Էլինը չկա։ Աղջի ջան, ես գիտեմ, որ դու կարաս։ Դա։ Ուզում ես օգնես մամային։ Ստուշ մատներըս։ Ստուշ։ Սենց ինքը շատ լավ է։ Դու տնես։ Այս ակտամ դու կտնես։ Դու օգնում ես մամային։ Ահա, դիստեղ։ Մոտի կարից։ Հա։ Այդ պուջուր, ապրես։ Արդեն երաշտությունը պետք է միացնի, բարի քոչարի, սպասեմ պապան գա, իրա պապան լավ է բարի քոչարի։ Ոտեսնեմ։ Ոյ, սխալ տեղ նայեց Երիկ ջան։ Այ Էլինա։ Հայ տվեցես էսի միսը։ Հələ դիտեղ Էլինա ջան։ Մայա մատուտիա։
Դա։ Անգլերենը։ Մի հատ կոֆե ենք խմում։ Միջև կոֆեն էփի այդ ընթացքում կլվանամ կվերջացնեմ։ Գյորգին զանգեց, ասեց դու չգնաս մանկապարտեզ, ես Արսենին կբերեմ։ Ես էլ ուրախացա, ասի կհասցնեմ մի հատ այդ սուրճ կխմեմ ու նոր կգնամ դրսից գործել, որովհետև Արսենին պետք է բերի ու էլի գործով տանից դուրս գա։ Մի խոսքով խոզեր այսօր երկրորդ այսպես շուտը ես պետք է կերակրեմ։ Որը դա իմ համարում հարատես խնդիր չէ, սիրուններս։ Էլին այս պարկասել եմ քնի։ Երիկս դասերով ասպաղված։ Ահա։ Մինչև պրոֆեսորի մի հատ ձեր այդ հավեսով սուրճ խմեմ ու անցնեմ մնացած գործին։ Վայ, կոֆեի գտալ ստեղա, ես գտալ եմ մանգալի։ Աշխատում եմ շատ քիչ խմել կոֆե, որովհետև շատ չի կարելի, վնասակար է առողջությանը, շատ ասելով, այսինքն օրը 5-6 բաժակ չի կարելի։ Փորձում եմ ամեն ինչ այսպես կրճատել։ Պես որ աղջիկ եք չա։ Հենց ինձ տեսնում եք կոֆե խմելուց, այդ արդեն կամ առաջին անգամա, կամ երկրորդ։ Վլոգս մոնտաժեցի, տեղադրեցի, այս ալիքում էլ ասեմ, ինչ շատ են գրում Աննաջանում մոտ է սովորում, ինչ արժե գները, արդյոք լավ են բացատրում եւ այլն։ Հրուշակագործությունը սովորում եմ Աստղիկի մոտ։ Ես արդեն շորտսների բաժնում տեսալովակները տեղադրել եմ Աստղիկի։ Անցեք, բաժանորդագրվեք, ձեր հարցերը տվեք, քանի որ արդեն գներն էլ են փոխվում, եթե շուտ գնեք, զեղչված կգնեք, եթե ուշ գնեք, իր իսկական գնով կգնեք, դրա համար, եթե ուզում եք սովորել, ասենք եթե ինքն ձեզ համար, ինչպես որ ես ինքս ինձ համար դեռ սովորում, դուք էլ կարող եք սովորել, շատ այսպես, ոնց ասեմ, որ երբեք չեք փոշմանի, որ այդ գումարը տվել եք Աստղիկին ու դրա փոխարեն այնքան մեծ գիտելիքներ եք ստանում, այն որ նայում ես, ասում ես, տվածդ փող չի, բայց ստացածդ փողի եռակին ու քառակին արժե։ Ես օրինակ տվյալ մարդկանց գիտեմ, ովքեր ավելի շատ են վերցնում գումար, իսկ Աստղիկի մոտ շատ մատչելի է, շատ հասանելի է բոլորին, անցեք, բաժանորդագրվեք եւ գնացեք սովորեք։ Ինչ արի։ Եկա գրաբաթի մոտ։ Մի խոսքով սիրուններս, ամսի 15-ին ասկսում դասեր, այսօր ամսի 13-ն է, 2 օր է մնացել, հասցրեք ձեր տեղերը ամրագրեք, հիմա արդեն չգիտեմ, Աստղիկ ջան, զեղչված է թե ոչ, այնպես որ բոլոր հարցերը Աստղիկի հետ, YouTube-ում է Աստղիկ ջունի, կարող եք գնալ մեկնաբանությունների բաժնում կապ հաստատել, եթե չունեք Instagram-ի էջը, բայց ես հեռախոսահամարը թողել եմ, պլյուսով որ գրում եք չէր թողնում YouTube-ը, պլյուսը հեռացրել եմ 7-ով եմ գրել, դե արդեն հասկանալի է, պետք է պլյուս 7 հավաքենք ու նոր հեռախոսահամարը, որպեսզի կապ հաստատենք Աստղիկի հետ, այնպես որ եթե ցանկություն ունեք, անցեք, բաժանորդագրվեք, սովորեք, վստահ եղեք, որ չեք փոշմանի, որ հենց իրեն եք ընտրել։ Ինքը շատ մարդկային, շատ եմ, որ չգիտեմ, ես մի գրամ ինչա չեմ փոշմանել, թեկուզ և դեռ ես ինքս ինձ համար եմ սովորում, բայց այն, որ միայն շփվում ես Աստղիկի հետ, այդ արդեն ամեն ինչ արժե։ Նենց էներգիա ես ստանում, նենց էներգիա ես վերցնում, որ ասելու չի է, զգալու է։ Պապա խորքատերը։ Հե? Պապա խորքատերը։ Ճարպելա։ Դու պրիսի Da. Da. Ma, adesso
Ինչ։ Ես ատա։ Չես ուզում քնես։ Այդ մոտենո։ Մաքրեսնո՞ր։ Դա։ Մոտենը։ Սեփեց։ Բայց ես էլ կամանել վան նոր խմեմ էլ ինչ կլինի, որ ուղղակի ես էլ տակ եմ սիրում խմել։ Ջազվանի պետք հալվան։ Սաշ եփ։ Կոֆե եփեցի մաման իրամատերից։ Ահա, կոֆես խմեմ։ Դու գնում ես քնես, մաման է գնում է գործերը վերջացնի, գա։ Ես էսպես սիրուններս, դուք ինչ եք անում, ինչով եք զբաղված, մի հատ գրեք տեսնեմ, որտեղից եք ինձ դիտում, ուր եմ եկել հասել, հետո մի հատ գրեք տեսնեմ, որ մարզից եք, որ քաղաքից, մոտիկից ծանոթանանք, շփվենք, հասաննա ջանեցնանի տեն ինչ շփում։ Մենակ ինձ հետաքրքիր է, տեսահոլովակները սուր են հասվում, որ երկրներում կա։ Հələ մի հատ կգրեք տեսնեմ աղջիկեր ջան, որտեղից եք հետևում։ Մամա, դա Պլինչիկ։ Պլինչիկ ես ուզում։ 103 եմ արել, ես հեսա կաթել առնեմ, եկուս կաթի օրա։ Կաթը վերցնենք, կտխի մաման բլինչիկ։ Մենակ տեսնենք ծուն կրպեց, ոնց էսպես աղ կլեպը տնից մեկ արեց։ Էլինա, ինչ ես անում դու։ Մարիա պնում է։ Ինչ ես անում։ Պնում է։ Էլինա, Դո։ ես քեզ սիրում եմ։ Այդ տեկեմ։ Դու ինձ սիրում ես։ Դա։ Կոֆե սոված, արի նստի Աննա ջան, գործը չի փակվում, արի։ Հա, Էլինա ջան։ Հարկացավար ասում, գիտեք, ենա, ապսեով դրած է, գնա նստի կեր։ Այդ բլինչիկ չի, հլավ։ Հլավ։ Հելգետինա։ Դա։ Հելգետինա։ Ահա։ Օտարատա։ Դա։ Քոքոնը չի տանում, ժամը արդեն 3-ն է, իմանայի, որ ես չգնայի, ես քեզ շուտ կքնացնեի։ Դա։ Արդեն պատրաստում եմ, որ տանից դուրս գամ, Գյորգին զանգից ասեց ես կբերեմ երեխուն, արդեն մոտիկ եմ կվերցնեմ։ Մատի տարատա։ Ինչ։ Բեսինա։ Մադարանա բեսինա։ Այդ ընթացքում պետք է հասնեմ խանութ էլ գնամ կամ կաղամ բերեմ, որ տոլմա փաթաթել։ Բեսինա։ Մադարանա բեսինա։ Որ հանգիս նստեմ կոֆես խմեմ ու կոմ գնամ։ Ինչ կյանք։ Ով կա այդեղ։ Մատուշ կա։ Սևոնը տեղ չի։ Դե թող այդ մսաղացը չկցես ոտերի։ Իչի տեղից։ Աննասկիտ։ Եկա նստեցի սիրուններս։ Կոֆեսը խմեմ ու հանգիստ գնամ։ Դեռ 15 րոպե ունեմ, հիմնականում ժամը 4-ին ենք կեր տալիս։ Բայց շուտ գնամ գամ, որ Արսեն էլ տուն եկա, վերջ Արսեն Էլինա Էրիկ, արդեն պետք է իրանց կողքը մարդ լինի։ Այդ ընթացքում Գյորգին հասկոտի ու էլի գործի դուրս կգա, իսկ երեխեքը որ մենակ են մնում, դա լավ չի լինում։ Երեք թողեցի Էրիկի մոտ, գնացինք խանութ եկանք, առաջին անգամ որ գնացինք զանգեց, ասում մա, Մարի գլուխս տարան, գլուխս կերան, Արսենն ու Էլինան։ Իսկ երկրորդ անգամ որ թողեցի, արդեն հանգիստ էին։ Զանգելա մամուր եք հասել, ասում արդեն բալես գալիս ենք, տան մոտ ենք արդեն, դե որ արդեն երեխեքը մենակ են մնում, մենք ավելի արագ ենք մեր գնումները կատարում ու շուտ հետ գալիս։ Ասում հա դե լավ եկեք հասեք, ասեմ խելոք են, հա մամ, ասում խելոք են։
ու տենց արդեն քիչ-քիչ իրանք կսովորեն։ Ճիշտ է, երեխեքին երկար ժամանակով մենակ թողնել չի կարելի, ընդամենը մեր գնալ գալը խանութ դեր մեքենայով 10 րոպե է տևում եւ ոչ ավել։ Արդեն որ գիտես մենակ են, արագ-արագ ես ամեն ինչ անում ու շուտ տուն ես գալի հասնում էլի։ Իրանք տենց որ ասես ամեն ինչ հետաքրքրվող են, ձեռտվող են, քանդող, ջարդող են, այդ ձև չեն։ Իրանք հանգիստ են։ Ու երիկս էլ իրանց կողքը նստած արդեն այսպես մենց եղբոր դերատանում։ Ճիշտ է դեռ։ Բայց որ այսպես ես մտածում եմ, իմ եղբայրները 9-10 տարեկանում արդեն տան հոգսն էին այսպես հոգում, հա։ Փետ էին բերում դեն ժամանակ, փետ էինք վառում, պեշք էինք վառում, անտառից փետ էին բերում, ինչ գործ լիներ անում էին, ցանկացած Արսենս էլ, Արմենս էլ, դե ես ու Արմինեն մամայիս հետ այն որ անհնար էր որ մենք պարապ նստեինք, մենք միշտ էլ աշխատել ենք, ուզում եմ ասեմ այդ տարիքում 9-10 տարեկանում արդեն իմ եղբայրները գիտեին ինչպես կարելի է անել, որ տունը ամեն ինչով ապահով լինի, հա, այս ձև ասեմ, ճիշտ է, Երիկս հիմա Երիկին ամեն ինչ կա, Երիկը չի մտածում աշխատանքի մասին, չի մտածում գումար վաստակելու մասին, բայց իմ եղբայրները արդեն 10-11-12 տարեկանում իրանք մտածում էին աշխատանքի մասին, որովհետև 2010 թվականին հայրիկիս են կորցրել, ու մենք արդեն մնացել ենք 4 երեխաս մամայիս հետ, ու մեզ ոչ մի բարեկամ կողքից սենց ոչ մեկ մեզ չի օգնել, աջակցել կամ ինչ-որ սենց էլի, որ ասեմ եկամուտը եղել է կողքից եւ այլն, չէ։ Մենք մեզանով ենք այսպես աշխատել, ստեղծել, արարել, այդպես։ Հիմա ասում եմ, եթե մեր երեխեք աղբերներս կարեցել են, պետքա երեխեն փոքրուց այդ ոնց ասեմ, պատասխանատվությունը վերցնի իր վրա, ոչ թե որպես երեխա պահող եւ այլն, այլ արդեն ինքը իրան մեծ զգա, որ ինքը կարա տեր լինի, կարա նույնիսկ իմ հետ որ ստանում եմ հողամաս գործանելու, ինքը ճիշտ է չի կարողանում, բայց ես փորձում եմ իրան միշտ աշխատացնել, որ իրանց չթվա, որ այդ ամեն ինչը հեշտ է գալի, հեշտ ոչ մի բան չի լինում, ինչ էլ գալիս է, շատ դժվարությունով է գալիս, ունեցածը գնահատ են էլ ես ձև ասեմ, այդպես աղջկեք ջան, երեխեն փոքրուց է պետք է ինքը ոչ թե հոգսի տակ մեծանա, ոչ թե ինչ-որ ծանրություն բան, այլ պետք է ինքը գիտակցի, որ ամեն ինչ գալիս է աշխատանքի արդյունքում, կաշխատես կունենաս, չաշխատես չես ունենա, սովորես լավ մարդ կդառնաս, չսովորես ինչ-որ դժվարությունների կհանդիպես, ճիշտ է, հիմա մարդ կա, որ դիպլոմ ունեն կարմիր, բայց դեռ չեն գտել իրենց ճանապարհը, ամեն գիրքը պետք է երկու կողմից էլ կարդաս, ոչ թե մի կողմ էսպես հա կարդաս, ես փորձում եմ իրանց աշխատացնել, իրանք էլ զգան, որ դժվար է, որ հեշտ չի գալիս, որ հետո ինչ էլ ունենան գնահատեն, իսկ եթե ամեն ինչ իրանք միանգամից տեսնում, ստանում, վերցնում են, իրանք դա չեն գնահատում, ուզեցին, եղավ վերջ, էլ հաջորդ վայրկյանին իրանք դա չեն ուզում, իսկ եթե իրանք երկար ուզեն, երկար սպասեն ու երկար արդյունքի շնորհիվ իրանք հասնեն իրանք ուզածին այն ժամանակ իրանք գիտակցեն, որ պետքա պայքարես, սովորես ու նոր ստանաս, երբեք անիմաստ տեղը ձեր երեխաներին գումար չտաք, երբեք, հետո իրանք սովորելու են, որ դու անընդհատ տալիս ես ու մի անգամ էլ որ չտաս, արդեն կդառնա կռիվ, ինչու չես տալի, խի չես տալի, պետքա տաս, տվել ես, խի չես հիմա տալի եւ այլն, ինչ էլ որ տալիս եք, ինչ որ գործի դիմաց տվեք, այսինքն կամ սովորելու դիմաց, կամ ինչ որ մի գործ արեք, որ իրանք զգան, որ իրանք պարգևատրվել են, վարձատրվել են, որ հետո իրանք արդեն հասկանան իրանց, ոնց ասեմ, համ առևտրում իրանք առաջ կգնան, համ բիզնեսում առաջ կգնան, ամեն ինչ ունեցածը կգնահատեն, ես ձև ասեմ։ Դրա համար
ես ասենք եթե ես գումար տալիս եմ, կամ ինքը 5 ստանում այդ ժամանակ եմ տալիս, հիմա ասենք 5-ը շատ է ստանում, 5-եր, ու արդեն 5-ը 500 ռուբլի է, բայց հիմա արդեն նենց եմ անում, որ ոչ թե գնահատականը ստանալով ինքը գումար վաստակի, այլ ինչ-որ մի գործ անելով, Երիկ ջան, ես գործ արա, ես կտամ, հետո ասում եմ հավաքի, որ քեզ ինչ-որ անհրաժեշտ բան լինի, դու ինքդ քո գումարով վատնես, ինքը հավաքել էր, մոտավորապես 3000-ից ավել գումար էր հավաքել, ճիշտ է, թե հենց մեծ գումար չի, բայց իր համար շատ մեծ գումար է, ու Արսենի համար այս գավաթեր էր առել, հիմա էլ ինքը գումար ունի հավաքված, բայց այդ գումարը դեռ իր ձեռքը չի հասել, հա, մենք պետք է իր համար այսպես մեծ նվեր առնենք, իր ծնունդի կապակցությամբ և նվեր տանք, ես ու իր պապան, այսինքն ես ու Գյորգին, իր պապան, այդպես, աշխատացրեք երեխեքին, անիմաստ տեղը ոչ մի բան մեկ տա, այդ պահին ուզեցին, այդ պահին մեկ առնի, ինչ-որ առիթի ժամանակ առեք, որ ինքը սիրի, զբաղվի, իր համար հետաքրքիր լինի, եթե հետո սենց ուզեց ու ստացավ, էլ այդ յամ պետք չի, ինքը դրանով չի աշխատելու։ Դա հետ էլ այդպես, արդեն մեծացել է, արդեն քիչ-քիչ պետք է գործել անի, դասից գա դաս անի, անհրաժեշտության դեպքում տանի ինչ-որ գործ լինի գործ անի, ոչ թե աման լվա կամ չգիտեմ ինչ այլ դրսում ինձ օգնի, այնպես որ այդպես կոֆես վերջացրեցի, ապրեք որ միացակ ինձ, ընկերակցեցիք, հիմա արդեն ժամանակն է, արագ զգեստա փոխվեմ ու անցնեմ գոմ, գնամ խոզուկներին կերակրեմ ու գամ, քանի Գյորգին տուն չի եկի Արսեն, եթե չէ որ եկա վերջ կուշանամ, գնացինք, գնանք շորերներս փոխենք ու անցնենք գործի, հանենց հավես եղանակ է, մեկ անձրև է գալիս, մեկ եղանակը բացվում է, չես հասկանում ես եղանակը ինչ է ուզում, քանի անձրև չկա, շուշուտ անեմ, հավերն արդեն եկե թարել են, քանիսն եք, 7-ը, ամեկն էլ ստեղ է 8, եկեք ձեզ փակեմ, կեր ունեք, ջուր ունեք, հարևանի հավերն էլ են գալին, իրանց ցորենոտում գնում են, 2-3 օրեր ես չէի գալիս գոմ, Գյորգին էր մտնում, լավ կայլ ասել հանգստացել եմ, ահա, խելոք եք, այս տուրը պակ եմ, հիմնականում են կոմից շուներ են գալի, ենով եկավ ջուլբաս, Արսենն եկավ, հա, ասեցի գնամ մաղադանոս հավաքեմ գամ քաղեմ ու համեմ տոլմի համար, հետ էլ եկան, դիմավորեմ նոր գնամ, այն ովքեր եկան, ինչը, երեխա պտիտ անես, ջուլբաս, դու ատա դի էտը բանի վրա կվերցնեմ, կոֆե չես խմեմ, հաճա, գնեմ կանանչի քաղեմ գամ, մտի տուն ցեղ չեղնես, մտի տուն, շուշուտ գնա շորերը թանի գալիս եմ, կարոտ էլ է ինձի, ինձ սիրում է, պճիմու, քեզ էլ է սիրում, դե քո կուրկեն կեղտ կանի, եթե թռնի քո վրա տուն մտի,
Շուշու տուն մտի։ Почему? Գնա շորերը թանի մորքուրը զանգել ասում Արսենին ինչ պատարակ ուղարկեմ, գնա ասա ավտո ուղարկի։ Գետա խոսում։ Չես ուզում դու ինձ անջուլբաս։ Իա։ Երեխեք լեկեք տեսեք տյուլպանները ոնց այսպես կոկոմ տվել։ Արդեն պիոններն էլ այսպես բարձրանում վերև։ Հələ նայեք։ Վարդերը սկսել են աշխատել։ Ենե նոր դրած վարդերն էլ արդեն աշխատում են։ Մի խոսքով կարամ վարդ աճացնեմ։ Արմատները նայեք ստեղա տվել սենց։ Հիմա սենց սաղ պիոնա լինելու։ Հələ նայեք ինչ սիրունա։ Սենց կոկոմա տվել, հեսա շուտով կբացվի։ Վարդերը նույնպես, ահա։ Ընդեղ էլ ունենք տյուլպան, էլի կոկոմա տվել սիրուն։ Արսենս փոխվի, ստեղ արդեն սմարոդինաներն ա ծաղկել։ Գյորգին ինձ փրկեց այսօր։ Մանկապարտեզ գնալ գալով երեխուն բերեց։ Ես էլ այդ ընթացքում գործերս վերջացրի։ Ես ճռճռուկ վաղը պլանավոր եմ։ Ժնգյալով հաց սարքենք, տեսնենք կստացվի, տեսնեմ հատուկ ինչ կանանչի ապետ, որպիսի համով լինի էլի։ Լավ մեծացել է մաղատանոսը աղջիկեք ջան։ Մաղատանոսը քաղեմ, միջև Գյորգին գա, գնանք կաղան բառնենք գանք։ Ասեցի բեր, ասում է իրար հետ կգնանք, որ տեսնեմ դու որ մեկն ես ուզում, էնել վերցնես։ Մեծ ու պուջուր չեղն էլի, հետո ասես փոքրա կամ ասես մեծը։ Դե մեզ լինի ոչինչ, բորշեք է, բայց որ փոքր եղավ, մի հատ էլ պետք է առնենք։ Հիմնականում ես ինչքան տոլմա եմ փաթաթում, միշտ կաղամբը քիչ ա լինում։ Ահա։ Գնանք համեմ էլ քաղենք ու գնանք տուն։ Տեսնեմ ես ճռճռուկը հավաքեմ, ապսոսը արդեն ծաղկում է, ես թվում անձրևին վերջ չկա, ինձ ես սպասում ստեղ ջուրբաս, հա, ուտեմ կես, տնենք ստեղ որպիսի չմտնի կամին չքշի, մարդու սիրտ է կանգնում այ մարդ, այսքան գործ կանելու, այս եղանակն էլ մի կոմից սերմերը լավ ջրեց, ստեղ մաման ասես կոտեմնա դուրս եկել, մնացած համեմ սամի դեռ դուրս չի եկել, ես ինչ ճանապարհ ասենց, շատ հաշաներն են երևի, հա, սենց գնացել եկել, ծաղիկները ինձ սիրուն են ծաղկել, այս ծառները, տեսնենք այս տարի ինչ կլնի, հələ խոտին նայեք, հələ ձու, ես ինչ ձուա, շներն են գողացել բերը, ғազի ձուա, հատկապես են սև շունը, շատ գողա, նայեք էլի քախանը դուրս է եկել, ով թե եղանակ արա էլ ինչ կլնի, ստեղ էլ ամաղատանոս պահամ եմ որտեղ էր, ստեղ էր, ես էլ, ես մի թուպնա, համեմի, նենց անուշա հոտը, չես կարա գործ անես նորմալ, ես մի հատիկներ, ստեղ եկա կոլուբնիկ, սխտորներն է, թխրեցնելու է,
Մի խոսքով սպասենք օրերը բացվի ու անցնենք աշխատանքի։ Աղջիկներս քանի որ դեռ սումահավոր եղանակ է եւ մենք հույս չունենք որ վաղներ լավ կլինի, միս եմ մարինադ արել կարտոֆիլով, որպեսզի տեղափոխեմ ջեռուց։ Մինչև Գյորգին աշխատանքից տուն վերադառնա, արդեն հացը պատրաստ կլինի։ Այստեղ կարտոֆիլը, կարմիր պղպեղ, սև պղպեղ եւ աղ։ Ուրիշ ոչինչ չեմ ավելացրել, մեկ է միսն է։ Լավ, մարինադ ենք անում, մի փոքր բուսայուղ եմ ավելացրել եւ մի փոքր ջուր, որպեսզի տեսնում եք ջուրը, այո, երևում է, որպեսզի ինքը լավ մարինադ լինի։ Ահա, ինքն իրանով էլ շատ համեղ է։ 15-20 րոպե կթողնեմ, հետո արդեն սոխը այսպես սիրուն կտրեմ, մաղադանոսով, սենց սիրուն կմատուցեմ, կհամտեսենք էդ այդպես, այսպես։ Ինչ? Да. Ինչ է հանեցի կյանք։ Ինչ եմ հանել ինոջան։ Դու հանեցիր։ Հա, ախ ես հանել։ Ոնց не знаю, Бог գիտի։ Բող գիտի։ Դու ես կիպը խայտարական է։ Վայ, անան ճախես, Գյորգինան, հարմար վիճակին է ջրեց։ Հլա ձեն հիջասում է ամիտ վիզյոս չպագի։ Աղջկեքս գրում են ասում են մենք էլ ենք աննաջան մեր ամուսնու հոգու հետ խաղանում։ Անենց որ մենակ դու չես։ Ես փոքր ալիքին հասկացած եմ։ Չէ, մեծ ալիքը։ Փոքր ալիքը հեսա 20 հոգուց դառնում են 7000։ Բա։ Աղջիկներս միջև Գյորգիս եկավ տուն հասավ։ Ես հացը պատրաստեցի, այս արդեն սեղանը դնում եմ։ Գինի տենք չէ խմի կյանք։ Դեռ չունեմ, չէ՞ տալ։ Չէ, ո՞ր պետք է գնա։ Ես բաժակները հատուկ պատրաստել եմ։ Խանութ մանութ դարբար է։ Չէ, խանութ։ Չէ, երկուց։ Իմ աղջիկ դու սեղանը կգցես։ Անտալեր եք սիրուն բաժանի։ Հա, սիրուն տալեր կեքը դի սեղանի վրա, մեկ վեկա, սիրուն տար, մեկ, այդ ենց, հա, ահա, այդ ենց սիրուն տար դիր, պատարակաղներն էլ հետը սիրուն տար, մեկ տար տալ, ահա, սիրուն դիր, հա, տալես, հաջա, ողպես իմ ողջիկ, սիրուն դիր ազուշ չը, մամայի ուկնականն ես դու, դա, հաջա, սիրուն դիր, նայք, սիրուն դիր բալես, ահա, ողպես իմ ողջիկ, այդ ենց, հա, մալադյեց, հա, բալես, Так можно или նայ, ամանները սաղ ինքնա դրե պապա, Դու հանես չէ, զարյատկի դրած չէ դեղե, ապրե,
Վայելում ենք աղջիկներս տնական շուշանով, տնական գինիով։ Երեխեքը լսրեցին, գիտեին սոկ է, համերը տեսան, հետ դարան, սոկ չէր։ Եսի կարտոֆիլը, Տնական սոպ։ տնական մսով, տնական կարտոշկով, սաղ տնական է, համեցիք, բոլորիս կենաց է ժողովուրդ ջան։